Հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանը, գրել է Հրապարակ թերթը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին։ Հայաստանի արտգործնախարարությունը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Ըստ պարբերականի, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քլչը ԱՄՆ-ի ճնշումների ներքո Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկների փաթեթը։ Մասնավորապես Թուրքիայից Հայաստան եկող բեռների փաստաթղթերում որպես վերջնակետ պետք է նշվի Հայաստանը Վրաստանի փոխարեն, ինչպես նաև պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի Երասխից մինչև ադրբեջանական սահման եւ Ախուրիկից մինչև թուրքական սահման, բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա, օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը։ Ըստ հրապարակի օրեր առաջ Փաշինյանի Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա է եղել։